Այսօր դերասան Արամ Մանուկյանի հետ կխոսենք, թե բլոգինգը ինչ ազդեցություն ունի հասարակության կարծիքի ձևավորման վրա։ Եթերում թոփ թեմաներն են, ես Դիանա Գաբրիելյանն եմ։ Բայց դուք կարող ունենաք 1 միլիոն անոց դիտում, ինչ որ աղջկա բերեք հետույքը աճ ձախանի նայեն, դա պարզապես 1 միլիոն հետույք նայող մասսա է նայել, դու ձեր գործը չի տալու առաջ։ Թե ռեժիսորները, թե սցենարիստները փորձում են ներգրավել հենց այդ ինֆլուենսերների, որոնք ունեն այդքան հետևորդ։ Ես միշտ ասում եմ, ես բլոգեր չեմ։ Ես բլոգ չեմ վարել, չեմ վարում, չեմ վարելու։ Դար 21-ը չէր ուզենա, որ X երգիչները իրենց մոտ երգ ունենային, բայց հիմա հաստատ կխնդրեն անուններ չեմ տալի, բայց բոլորս էլ գիտենք էլի։ Ես միշտ եղել եմ, բարձրապես կոպիտ ասած, եղել եմ ստվերում։ Եղել են մարդիկ, որ չեն ուզեցել ինձ տեսնեն իրանց հետ, իրանց առաջ։ Մենք ուզում ենք աչքերներս փակենք, որ խնդիր չկա, ոչ, այս դաշտում մենք իրականում խնդիր ունենք։ Իմ կոչը մենակ է դա։ Երեխաներին գոնե մի քանի օրը մեկ վերցնեն հեռախոսները նայեն ում են հետևում։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Արամ, շնորհակալություն հյուրընկալվելու համար, եւ թեև դուք բլոգեր ու ինֆլուենսեր չեք, այնուամենայնիվ կխոսենք նաեւ բլոգինգից եւ դրա ազդեցությունից մեր հասարակության վրա, բլոգերների ազդեցության մասով հատկապես։ Երբ սկսվեց, այդպես հետաքրքրությունը ձեր էջի հանդեպ, որտեղ այսօր ընդունենք, որ արդեն ոչ հեռուստաընկերությունները, ոչ թատրոնը այդքան մեծ, աուդիոտորիա չունեն, ոնց սոցցանցերը եւ հատկապես Instagram-ը։ Դա ամեն ինչ տեղափոխվեց հեռախոս։ Այդտեղից է սկսել։ Ես իրականում առաջ անգամ բեմ բարձրացել եմ 17 տարեկանում, այն ժամանակ չկար ստենդափ ժանրը։ Իրականում ես էլ չգիտեի ստենդափը ինչ է։ Ես ստենդափ չեմ արել, միշտ նմանակել եմ։ Հիմա իմ ներկայացումն որ կա մոնո ներկայացում, ինքը ստենդափ չի։ Միշտ նմանակել եմ, միշտ իմ հումորները ես եմ գրել։ Հետո թատրոնում եմ 2 տարի խաղացել, այնպես չի էլի, որ ես այտենց սենց արեցի ու ստացվեց ես դարձա հայտնի։ Ես միշտ եղել եմ, բարձրապես կոպիտ ասած, եղել եմ ստվերում։ Եղել են մարդիկ, որ չեն ուզեցել ինձ տեսնեն իրանց հետ, իրանց առաջ։ Դե կա այդ Հայաստանում տարածված ձև է, որ չեն ուզում իրանցից ինչ-որ մեկը առաջ լինի, հավասար լինի, մի քիչ ցած լինի։ Բայց փառք Աստծո եկավ նաև մերպես մարդկանց ժամանակը, եկավ ինպես տաղանդավոր մարդկանց ժամանակը, երաժիշտների, ովքեր որ մի ժամանակ հիշեք, երգեր կային, որ չէին թողի, որ խոսքի օրինակի համար դար 21-ը չէր ուզենա, որ X երգիչները իրենց մոտ երգ ունենային, բայց հիմա հաստատ կխնդրեն անուններ չեմ տալի, բայց բոլորս էլ գիտենք էլի։ Ցելեն մի քիչ մնացել է ստվերում, մի քիչ չէ, մի քիչ շատ։ Դրա համար այդ ամեն ինչը մնացել է կոպիտ ասած բլոգեր, տիկտոկեր ասվածների վրա, որոնք էլ հիմնականում շատ ոնց ասեմ, փառքից կորցրել են իրենց, շատ փնթի կոնտենտ են վարում։ Ճիշտ խոսեցիք օրինակ ժամանակների մասին, որ ինչ ժամանակում ենք ապրում, ճիշտ է, ապրում ենք այն ժամանակում, երբ թատերականում բազմաթիվ օրինակ տաղանդավոր դերասաններ կան, առաջի կուրս, երկրորդ կուրս, ում նկարահանում են ֆիլմերում քիչ թե շատ հայտնի են, բայց սոցցանցերում մարդիկ փնթի ձեր ասած բաները տեղադրում են եւ ավելի բավականին բարձր։ Որն է ոսկե միջինը, ոնց հասկանաս, որն է ճիշտը։ Եթե այն կողմին խոսացնես, ճիշտը իրենցն է, որ եթե դիտում են, ուրեմն լավն ենք, բայց այդ կարծիքը, արդյոք դա ձևավորում է այդ կարծիքը, որ այո լավն են։ Չէ՞ պիտի աշխատեն իրենց վրա կարծում եմ։ Տեսեք, ես միշտ ասում եմ, ես բլոգեր չեմ։ Ես բլոգ չեմ վարել, չեմ վարում, չեմ վարելու։ Ես տիկտոկեր չեմ։ Ես մարդ եմ, ես հումորիստ եմ, ով ճիշտ պահը գտավ եւ ճիշտ ներկայացավ հանրությանը ու ճիշտ վարեց իր կոնտենտը, ընդհանրապես դա։ Հեռուստաընկերություններում, որ ժամանակին մերժում էին, այսօր առաջարկներ են անում, ես եմ մերժում։ Ու թող բոլորը տեսնեն, պատկերացնեն, ինչքան տաղանդավոր մարդիկ կան, որ այսօր հայտնի չեն, բայց փառք Աստծո կա այս հարթակ, կա այս հեռախոսը, որ հնարավորություն կտա խելացի, խելոք մարդուն
շատ ճիշտ սիրվել, նկատվել եւ իր տաղանդը ցույց տալ։ Բայց տեսեք այսօր նույնիսկ ֆիլմերի նկարահանման ժամանակ թե ռեժիսորները, թե սցենարիստները փորձում են ներգրավել հենց այդ K կամ M ասվածներով մարդկանց ինֆլուենսերների, որոնք ունեն այդքան հետևորդ։ Ինչի ենք հանգել դրան։ Եթե դրսում նման բան չկա, օրինակ Հոլիվուդում կամ, չգիտեմ, իհարկե չեմ համեմատվում, մենք Հոլիվուդի հետ չենք էլ կարող համեմատել, բայց ամեն դեպքում դա սխալ է։ Ավելի հետաքրքիր բան ասեմ։ Ցելեով խոսում են TikTok-ի մասին, որին զզվելի է, իրականում զզվելի է, շատ զզվելի է։ Հա, ես չունեմ այդ։ Խոսում են TikTok-ի մասին ցելեով, ցելե զվիզդաները, քմծիծաղով, հեգնանքով ու զզվանքով, բայց միաժամանակ բերում մցնում են TikTok-ի վատ մասային ցելե։ Սիթքոմերի մեջ, կինոների մեջ, հետաքրքիր պրոյեկտների են հյուր կանչում։ Հասկանում եք, այսինքն եթե այդքան վատն է, դուք արդեն այնքան բան չունեք, տեղ չունեք, որ այդ վատին բերել եք ձեր դաշտ, բայց տաղանդավոր մարկանց չեն կանչում, տղերքի չեն կանչում, իրանք կարան կանչեն, չգիտեմ, աղջիկ ինչ-որ մեկին, իբր շատ այտենց հայտնի կամ սիրված, իր բարեմաստությունների համար, հետո ճանապարհեն գնա, հետո մյուսին կանչեն, բայց տղա շատ քիչ կամ չեն կանչում կամ շատ քիչ։ Ինչի համար չեն կանչում խոսքի տաղանդավոր մարդկանց։ Ինչի համար։ Տեսեք, այս թեման այսինքն մեխը որն էր այս թեմայի, որ վերջերս շատ հետաքրքիր կոնտենտ, շատ ազգային, բավականին որակյալ կոնտենտ մատուցող մի բլոգերը չես ասի, լրագրող, ով սկսեց վլոգ վարել, անդրադարձավ այդ վատ կոնտենտին, չմատնանշելով որևիցե մեկի եւ հակառակ ստացավ այնպիսի մի այդպես քարկոծանք, որ չգիտեմ, ծայր չկար դրան։ Այսինքն մենք չենք մատնանշում ոչ մեկի, չենք վատաբանում, բայց ուզում ենք ուղղակի հասկանանք որակյալը որն է եւ անորակը որն է, չէ՞, այստեղ։ Ինչու են այդպես անում։ Իմ հանդիսատեսը, իմ հետևորդները, ես միշտ ասում եմ, ինձ հետևում են այն մարդիկ, ովքեր ինձ նման են կամ ինձ նման են մտածում։ Պետրոսին հետևում են այն մարդիկ, ովքեր որ իրա նման են։ Ինձ շատ հաճախ ասում են խոսքի, այս մարդուն մի հատ կասես, որ խոսքի ինքս ասես լկտի կոնտենտ չվարի։ Ես խի ասեմ։ Եթե ինքը ունի օրինակի համար 200,000 լկտի հետևորդը, մեկը չգիտեմ, նայում է իր կարծխելքով է դրան կպցնելու համար, այն մեկը նայում է տակը մտնում գրում է քո մարդկային որակները շատ եմ հարգում, բայց հələ չենք տեսել այդ մարդու մարդկային որակները։ Ու տենց երեխաներ են նայում, մտածում են, որ ես կոմենտ գրողը մեծ մարդ է, ուրեմն ճիշտ բան ասում, կարելի է հետևել իր ասածին, ուրեմն այս մարդը շատ լավն է։ Լավ, յուրաքանչյուր ոք ունի իր կոնտենտը, ունի իր հետևորդը, բայց արդյոք ճիշտ է, երբ մեկը վերցնում է ամեն ինչ դաշտը իր ձեռքը եւ թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ մուտք գործեն այնտեղ, կամ եթե գործում են միայն իրենց ընկերական շրջապատը, հակառակ դեպքում այն մարդը, չգիտեմ, բուլինգի է ենթարկվում իրենց կողմից։ Մեծ ով կարա դաշտը վերցնի իր ձեռքը։ Բլոգերներ, մի քանի բլոգերներ, ովքեր վերցնում են դաշտը իրենց ձեռքը ու մտածում են, որ իրենցով է սահմանափակվում այդ ամենը։ Չէ, գիտեք ինչից է գալիս, մարքեթինգ ինչ-որ թազա բան կա։ SMM-չիկներ կան որոշ, որոնք մի քանի ամիս ինչ-որ դասերի են գնում, հետո որոշում են, որ իրանք մարքեթինգի, չգիտեմ, ինչ-որ անուններ են հորինում, ես իմ ինչ բաժնի, ես իմ ինչն են, ու իրանք առաջարկում են օրինակի համար գովազդներ, ձեր ասած ինֆլուենսեր բլոգերներին, որոնք հա հասկանում են մի քանի հոգի կան, որ հա հիմնականում իրանց վրա շեշտ է դրում, բայց չեն հասկանում, որ դիտումով չի որ գովազդը աշխատում։ Տեսեք, ես շատ գովազդներ ունեմ, բայց ես միշտ ասում եմ, գովազդը տուրին էլ ու բոլորին էլ։ Ես կարամ ունենամ 4000 դիտում, բայց ունենամ արդյունավետ աշխատանք։ Բայց դուք կարող ունենաք 1 միլիոնանոց դիտում, ինչ որ աղջկա բերեք հետույքը աճ ձախանի նայեն, դա պարզապես 1 միլիոն հետույք նայող մասը է նայել, դու ձեր գործը չի թալու առաջ։ Ու այդ որոշ է բոլորի մասին չի վերաբերվում։ Որոշ ճակերտավոր SMM-չիկներ իրենք գիտեն, եթե այդ մարդկանց դիմում են, ուրեմն արդեն այդ պրոյեկտը իրանց հաջողված է։ Իսկ ինչ մնում է բլոգերները այդ ամբողջ իրանց ձեռքը վերցրել են, նման բան չկա։ Ինչի համար եմ ասում չկա, որովհետև
այդ իրանց ներշնչել են իրանք այտենց որ իրանք վերջն են, ուժեղ են, հզոր են ու կարան ինչ-որ մեկին է բուլինգի ենթարկեն, ոչ։ Իրանք պարզապես ծաղրածուներ են։ Վատ ծաղրածուներ, ծաղրածուն լավ բան է, իրանք չստացված ծաղրածուներ են։ Որովհետև մեկ անգամ իմ հաղորդման շրջանակում, երբ անդրադառնում էի այս կամ այն բլոգերների, յուրս հետո վերջում վախեցած ասում եմ մի անդրադարձի, որովհետև կարող է այնպես անեն, որ փակվի podcast-ը, ասում եմ, բայց փաստորեն ինչքան ուժ պիտի իրենք ունենան, ինչքան կարող է ազդեցություն ունենան, որ կարող են podcast փակել, թեև ես բացարձակապես չեմ վախենում եւ երբեւե չեմ վախենա այդ մասայից, որովհետեւ նրանց կեսից ավելը ես վատ չեմ վատաբարում կամ բան չեմ անում, ամեն դեպքում կան նաեւ մարդիկ, ովքեր նույնիսկ բարձրագույն չունեն ավարտած, բայց դարձել են բախտի պատահման բլոգերներ ու կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Բլոգեր դառնալը ոխր ոնց ասեմ, այդ բլոգ վարող ես չեմ տեսնում։ Իմ համար բլոգ, չգիտեմ այդ մարդը ճիշտ կընդունի իմ ասածը թե չէ, իրական ռեալ մարդը էս հարթակում է սոց կայքերում, որ կա, որ ես իմ ընտանիքով, իմ երեխաներով հետևեմ, Ռուբեն Եսայանն է։ Կարամ իրան ասեմ իմ համար բլոգեր, եթե իրականում ինքը բլոգեր է, չգիտեմ։ Ուրիշ ոչ մեկին։ Հա, մի քանի հոգի էլ, ուղղակի տենց շատ անուններ չտամ, կարող մի 5 հոգու էլ տամ։ Խոսքի Սենթով օրինակի համար։ Ճիշտ է, ինքը հասակակիցներ ենք, բայց խոսքիս երեխաներիս հանգիստ կարամ թողեմ իրենց նայեն։ Բայց ես չեմ թողի կյանքում իմ երեխան նայի ոնց են լափում ու կոչվեն իրենք բլոգեր։ Մեկը իր, չգիտեմ, ընտանիքով էթա Եգիպտոս մենք հիմա եսի մինչիտո ենք ուտում, եսի մինչիտա ենք անում ու իմ երեխան էդի նայի։ Ես էդի հաստատ թույլ չեմ տա։ Ու իմ երեխեք դե չեն նայել, էդի դա զզվանք է, էդի բլոգերություն չի։ Դա դասական փնթիություն է։ Իսկ ձեր նկարահանման process-ները ոնց են ընթանում, միայնակ եք այդ ամենը կազմակերպում։ Հիմնականում հա։ Բարդ է, չէ, աշխատանքի հետ զբաղվել, օրվա ընթացքում որքան ժամանակ ա տևում, տևողությունը։ Ամբողջ օր։ Ես 12-ին 1-ին նոր տուն եմ գնում գիշերը։ Հա։ Այսինքն այդ սցենարները երբեք կարողան, որովհետև օրինակ Ընթացքում կան բլոգերներ, որ ասում են, «Ոյ, այսօր սցենար ունեմ գրելու», քանի որ ես սցենարիստ եմ, այդ պատճառով եմ ասում, ու նայում ես, տեսնում ես երկրորդ օրը իր կոնտենտը, որ ինքը վազում է պարզապես այդ fast food-ի մոտակայքում, սենց բաներ անում, ու դա իր կարծիքով սցենար է։ Ու դա իր կարծիքով սցենար է, ես ուղղակի ուզում եմ, քանի որ գիտեք, ոնց որ մասնագիտություններ կան, իրենք հետին պլան են մղում, բայց այդ մասնագիտությունները կան ու մարդիկ կան, որ որակյալ են դա ստանում, իրենք չգիտես ինչի այդ մասնագետներից էլ են լավ իրենց համարում, չեմ հասկանում, ես պայքարի մեջ եմ այդ ամենի, դեռ ուղեղից մեջ չի տեղավորում, ոնց կարող է, օրինակ թատերականի կամ Գեղարվեստի ակադեմիայի կամ բանի յուրաքանչյուր կան շատ լավ երիտասարդություններ, ովքեր լավ ներուժ ունեն, իրենց հետ բան անեն, որտեվ իրենք երկրորդ պլան են մղում այդ երեխաներին։ Նման բան մատուցելով ու նման ձևով ներկայացնելով, թե իրենք միած sense բան են գրում, ուրեմն դա սցենար են գրում, կամ չգիտեմ, ինչ որ անկապ բան են նկարում, ասում են մենք նկարեցինք, իմ նկարները, իմ կտավները, չի կարելի։ Այսօր Հայաստանում ամենաուժեղը աշխատումը PR-ը։ Դե հա, ապուշություն անես ամեն օր գոռաս, որ դու ապուշ ես, իրենց պարտադիր պետքա որ իրենք ճանաչվեն, կապ չունի ինչ ճանապարհով, ճանաչվեն, փողոց դուրս գան, իրենց ցույց տան, բայց չեն հասկանում, որ տարբեր մատերով կարան իրենց ցույց տան։ Այդքան իրենք չեն հասկանում։ Հուսամ մարդիկ կան, որ իրոք որակյալը տեսնում ու գնահատում են։ Մենք ունենք երիտասարդություն, որ NASA-ում է աշխատում նույնիսկ, բայց իրենց մասին ոչ ոք տեղյակ չի։ Երիտասարդ գիտնականներ ունենք նաև, բայց իրենց մասին էլ ոչ մեկ տեղյակ չի։ Ես մեծ հաճույքով կխոսամ, իմ կոնտենտը կտրամադրեմ, անկախ ամեն ինչից հումորային է, թե ինչա։ Ես ունեմ որոշ նախագծեր, որ պետք է զբաղվեմ նմանատիպ բաներով ու կզբաղվեմ ու կհորդորեմ բլոգեր կոչվածներին, այն ովքեր որ վատ կոնտենտ են, գոնե մեկ ու մեջ թեկուզ իրան գիտենք հիմնականում ձևական են անում, ձևական թեկուզ արեք, բայց էլի գոնե ձեր աուդիտորիան կտեսնի, որ նաև լավ բան կա ձեր արարածի մեջ։ Հիմնականում կներեք մի բան էլ ավելացնեմ, բլոգերների 99%-ը չունի, չի ունեցել աշխատանք, չի աշխատել, չի սիրել աշխատել։ Իրանք ունեն պարզապես հեռախոս եւ վերջ ու հիմար մտքեր։
տեսեք, մենք այնպես դուրս չկա որ հաղորդման ընթացքում միայն վատաբանում ենք եւ այլն եւ այլն։ Չէ, վատից պետք է խոսենք, որ հասկանանք։ Ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ոք թող զբաղվի իր գործունեությամբ, բայց չստվերի մնացածին ու չմտածի, որ աշխարհը պատտվում է իրենց շուրջ։ Իմ խնդրանքը դա է։ Ես հիմա գովազդատուներին մի բան կխնդրեմ, ձեզանից է գալիս, որ ճակերտավոր չհաջողված մարդիկ, որոնք այսօր իրենց հրճակել են լուրջ բլոգերներ, ու այդ ախտը, այդ համաճարակը Հայաստանում, որ սենց տարածվել է, չտարածվի ու չշատանա, ձեր երեխաներն էլ չմտածեն կարան ռոպեական դառնան բլոգերներ ու սխալ ճանապարհով գնան, մի հատ խնդրանք ունեմ, տվեք պրոֆեսիոնալներին։ Ինձ չէ, փառքաստու շատ ունեմ։ Տվեք դերասաններին։ Դերասանները լավ միտք ունեն, կրթված են, ձեր բիզնեսը հաստատ կաճի, ձեր տված գումարի հաստատ տասնապատիկ քիչը կուզեն ու ավելի որակով կտան։ Դուք մի նայեք, որ շատ հետևորդներ ունեն, իրենց շատ են գրում, շատ են լայքում, ուրեմն իրենք վերջն են։ Տվեք դերասաններին ավելի պրոֆեսիոնալ մարդկանց, համ դուք ձեզ լավ կզգաք, որ գումարը ճիշտ է ուղեցիք, համ էլ արդյունք կունենաք։ Ճիշտ է, բլոգինգը, չգիտեմ, նաև այն մարդկանց էլ է հաջողում, ովքեր կոմպլեքսավորված չեն, կոմպլեքսներ չունեն ու չեն մտածում, որ օրինակ, չգիտեմ, շատ ժամանակ նկարահանում են իրենց տան անդամներին, տան վատ պայմանները, չգիտեմ, ինչքան փնթի, ինչքան հակաэսթետիկ, այդքան ավելի շատ են նկարահանում, որ դիտումները ավելի շատ լինի։ Ես դեռ չեմ համակերպվում այս իրականության հետ, մարդիկ կան նույնիսկ սրտաբանին են ըստ բանի ընտրում, չէ, բժիշկներին սկսել են ընտրել ըստ ինստագրամյան ֆոլոուերների քանակի, որը շատ մեծ սխալ է։ Իրական բժիշկները, իրական մասնագետները ոչ միայն առողջապահական ոլորտում, բոլոր ժամանակ չունեն կոնտենտ կերտելու, եթե իրենք իհարկե դերասան չեն կամ այն մարդիկ, ովքեր ստեղծագործական աշխարհի մեջ են։ Այդ մարդիկ այնքան զբաղված են, որ ժամանակ չունեն։ Եթե բժիշկը ժամանակ ունի օրվա, չգիտեմ, այդ օրվա մեջ 2 ռիլ, 3 ռիլ տեղադրելու, նստի խոսի, ես չեմ պատկերացնում իրաց զբաղված։ Չունի պացիենտը։ Հա, բայց մարդիկ տեսեք, որ սկսում են այդպես ընտրել ու դա շատ սխալ է։ Այսինքն մենք փորձում ենք, այդպես ասում ենք, մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, մենք Ամերիկայից ենք ինչ-որ բաներ վեր, բայց այնտեղ այդպես չի, սխալ ենք, ինչ-որ սխալ բանի մեջ ենք, չենք կողմնորոշվում։ Չգիտեմ։ Դա ամենաառաջինը իմ մտահոգությունը երեխաներն են։ Ծնողները, երբ որ իրանց երեխաների հեռախոսները գոնե մի քանի օրը մեկ վերցնեն ստուգեն, այս ամեն ինչը կկարգավորվի։ Ծնողների անուշադրությունից է։ Գիտեք, ինչքան շատ ա եղել, որ ես տեսել եմ, որ ինձ ճանաչել են երեխաներ, ես վերցրել եմ իրանց ձեռքից ատպիսկա եմ արել ինձ։ Հա, որ շատ ա եղել։ Ճիշտ է, իրականում ես մաքսիմում փորձում եմ չլինի, այնպես բան, որ խոսքի երեխան կարա տենա ու վատ լինի, այդպես բաներ չնկարեմ, բայց կարայով լինի, ես կարամ նկարած լինեմ։ Ես ասում իմ կոնտենտը հիմնականում նայում են ինձ հասակակից մարդիկ։ Դե տեսեք, օրինակ կարգին հաղորդումը մենք բոլորս մեծացել ենք, կարելի ասել կարգին հաղորդման։ Այդ բոլոր բառերը գիտենք, բոլոր այդ նախադասությունները, բոլոր ամեն իրավիճակում գտնում ես կարգին հաղորդումից որևէ սկեչ, որը այդ իրավիճակում եղել է կամ ներկայացրել է այդ իրավիճակը։ Բայց մեզ վատ բան դա չի տվել։ Այնքան որակյալ են արել, այնքան ճիշտ են արել, այնքան լավ են արել։ Հիմա ուղղակի իրենց պլագիատներ չեն կարողանում լավ անել, պատկերացնում եք, ինչ եմ ասում։ Դա իմ կարծիքն է, սեփական կարծիքն է։ Պիտի կամ նորը ստեղծեն, կամ այդ աստիճան վատ չմատուցեն։ Հա, վերցնում են որոշ բաներ, ուզում են փորձեն, չգիտեմ, հիշելով կլինի կրկնօրինակ, օրինակ կանանց կերպար խաղացողներ շատ կան, բլոգերներ, չգիտես, դերասանա բլոգերա, թե պարզապես արվամոլա, որ փորձում է, որ ինչ-որ միտեղ հաջողի։ Բայց ամենահաջողվածը ինքը հաստատ իր սեռական պատկանելիության մեջ է, կարա դա չբերի այս դաշտ։ Էլի եմ ասում, ծնողներ հետևեք ձեր երեխաներին, հետո շատ ուշ է լինելու։ Ամենակարևորը իմ կոչը մենակ է դա։ Երեխաներին գոնե մի քանի օրը մեկ վերցնեն հեռախոսները նայեն, ում են հետևում։ Ով բարձր է խոսում, ով փող է բաժանում, ով Աստծուց է շատ խոսում, ու вообще ինքը ընդհանրապես կապ չունի Աստծու հետ։ Ատպիսկա եղեք,
Ձեր երեխաները մեղք են։ Եթե այսօր իմ երեխան չի նայում, դա չի նշանակում ես հանգիստ կարամ լինեմ ու ես արդեն ապահով զգամ, որ վերջ իմ երեխան չի դառնա վատ մարդ։ Ոչ, իմ երեխայի դասարանից դպրոցից կլինեն մարդիկ, որ իր ծնողները այտենց բացի թողի վիճակում թողած կլինեն, կհետևեն X ճակերտավոր բլոգեր, TikToker-ներին ու կդառնան իրանցից մեկը։ Ու կլինի արդեն ընդհանուր sense երկրով մեկ ամեն սերունդ աճելուց վատը ու հետո կասենք այսքան ինչ տղա ոնց ծնվեց։ Հենց ոնց որ իմ ոդքասթի այդ խնդիրը նաև դա է, որ հրավիրում եմ հիմնականում որակյալ բլոգերների, որակյալ կոնտենտ ստեղծողների, որպեսզի մարդիկ հասկանան, թե որն է, որ խնդիր իրականում կա։ Մենք ուզում ենք աչքերներս փակենք, որ խնդիր չկա, ոչ, այս դաշտում մենք իրականում խնդիր ունենք։ Եթե մենք նայում ենք օրինակ թեկուզ ռուս բլոգերների, ես համեմատում եմ մեր բլոգերներին ու ռուս բլոգերներին, ինչքան որակյալ կոնտենտներ են ստեղծում իրենք, ինչքան գեղեցիկ են անում ամեն ինչ։ Իհարկե կան 1-2 բան, որ իրենց Հա, բայց իրենց լավը շատ է։ Իրենց լավը շատ է։ Իսկ եթե խոսենք ձեր կոնտենտի այդ 70 համարյա 80000 հետևորդ ունեք։ Որտեղով։ Instagram-ով։ Հա, Instagram-ում 71000, 71000, հա, ես։ TikTok-ով 161 ու կարևորը լցրած չի։ Հա, լցրած չի։ Ուզում եմ հասկանալ որքան ժամանակահատվածում է այդ, ոնց եք հավաքել։ Տարուկես 2 տարում։ Տարուկես 2 տարում 70000 ու լցրած չի։ Չէ, հենց այդ Ինչ հետաքրքիր է, ու ինչպես եք կարողացել պահել, որպեսզի մարդիկ unfollow չտան օրինակ։ Դե չի կարա չլինի unfollow ամեն օր կարա, հա, բա ոնց չի կարա չլինի։ Մեկին կարա այս քաղաքական կերպարը դուրս չգա, մեկին նմանակես իր, չգիտեմ, պաշտելի առարկան լինի, նեղանա քեզանից ատպիսկա լինի, բայց տեղը 10 հոգի ավել գան։ Սենց է էլի մի քիչ կապրիզներով։ Իսկ ասելիքը ըստ օրակարգի, ըստ օրերի լրահոսի, ինչպես եք ընտրում։ Հիմնականում հա, բայց հիմա ունեմ կոնկրետ պրոյեկտներ, որ ասելիք ունի շատ երկար աշխատանք է պահանջում, ոչ թե օրվա եղած ամփոփելու համար, այլ ընդհանուր մի հատ գաղափար կա, հեսա շուտով այդ ենք նկարելու։ Հումորը բարդ է շատ, ճիշտ գրագետ հումոր անելը շատ բարդ է, որովհետև նույնիսկ երբ հարցազրույց են վերցնում, չէ, Գարիկ Մարտիրոսյանից օրինակ, ասում է, հա, կարող ես այդպես շատ վատ բառեր օգտագործել, բան մարդկանց մոտ դա ծիծաղ առաջացնում, բայց դա ինչ է, իրանից որակյալ բան չի ներկայացնում։ Ամենահեշտ հումորը պոշլի հումոր անելն է, որը որ ամենատաղանդն, ամենասառը, քար մարդը կարծում կարանի։ Ու այսօր թե հեռուստաընկերություններով, թե սոցհարթակներով գերակշռող մասը այդ պոշլի հումորներն է։ Դա վատ է, էլի, մարդկանց մեջ տպավորվում է, մարդիկ դա ընկալում են, որ հա, լավ է, ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց տպավորվում է, չէ, մարդու մեջ։ Երեխաների դուք էլի հետևանք է թողում, էլի երեխաների, որովհետև արդեն փողոցում որ քայլում ես, տեսնում ես, որ այսինչ բլոգերի ասած իբրև այս շուտկեն, այս երեխեն ասում է ժարգոնով։ Հեսա ես իմ ինչ կանեմ քեզի աղջի։ Աղջիկներ են ասում, 13-14 տարեկան աղջիկներ են իրար ասում։ Հա։ Ու էդի ոչ այն որ ասում են, էսի իրա իրավունքն է, էսի իրա կյանքն է։ Ոչ, այդպես բան չկա։ Այդ քո ասած քո իրավունքով խախտել ես այն երեխու իրավունքը։ Ու դրա համար ինքը վատն է դարձել։ Եթե իրանք սկսել են հանրային հնչողություն ունենալ, հնչեղություն։ Հենց այդ է հարցը։ Իրանք չեն հասկանում, որ մենակ արդեն իրանցով չի, իրանց նայում է 400,000 հոգի մարդ։ Ու իրանց ամեն մի ասած բանը, այն 200,000-ը կարող է լուրջ ընդունի։ Ու որը երեխեք են, էլի եմ ասում, մեծամասնությունը է սոցհարտակների, երեխաներ են։ Մեծամասնությունը։ Ու կարա վատ անդրադարձ ունենա, ինչա թե մենք իրան չասենք, որ այս խոսքի թրաշով, երկար մազերով միշտ նույն կոնտենտը վարում։ Ես իրավունք չունեմ, դա իր կյանքն է, դա իրանն է, ով ասում է, իրանն է, թող գնա փակվի։ Ասում են համասեռամոլությունը հիվանդություն է, չէ՞։ Հիվանդությունը, մի հատ մեծ հիվանդանոց սարքեք, տարեք դրանց մցրեք այդտեղ, թող իրար ամեն օր ինչ ուզում անեն, այդ հիվանդությունը չբերեն ու ցնեն երեխեքի մեջ։ Ճիշտ է, քարոզում են։ Քարոզը, դա քարոզը, կա թաքնված քարոզ, կա բացահայտ քարոզ։
Դե իրենցը թաքնված է, բայց դե Թակ իրանք ուզում են թաքցնել, բայց խելոք խելացի մարդը հասկանում է, որ դա բացահայտ քարոզ է։ ու չես էլ կարող արտահայտվել, որովհետև արտահայտվելու պարագայում էլ դուրս է գալիս, որ Փոքրիկ գոմիկներ են հարցակվում կոմենտներում վրա։ Դա նորմալ է այնց։ Տրորում ես անցնում ես առաջ։ Մաքսիմում պետք է զանգեն ոստիկանություն, բայց ավելի լավ մենք այդ 5000 տղաներին այդ արծիվները, որ կան, ափսոս այդ սերունդը, որ հիմա չկա, այդ երեխեքը, որ հիմա ծնվել են, այդ տղաների տեղը պետք է լրացնեն, չէ՞։ Բայց հիմա ոնց կլինի, որ վատ հոգեբանություն ունեցող, վատ սեռական, չգիտեմ, մտածելակերպ ունեցող մարդիկ գան լրացնեն այդ տղաների տեղը, կլինի տենց։ Եվ նույն գումարներն էլ այնքան բարձր է իրենց մոտ գումար, այնքան շատ են աշխատում, որ նույն դերասանով թատրոնում երկար փորձերից հետո երկար ներողությունը շատ կարևոր բան ասեմ, էլի։ Խաղում են 5 աստղ։ Բոլորը ճանաչում են, ուրս օրինակներ եմ բերում, 5 աստղ, լեգենդներ, մեկը խոսքի 60 քանի տարեկան, մեկը 70, 30, 40, 18, բայց լեգենդներ են իրանք։ Տոմսը վաճառում են 6000 դրամ, 3-ից 6000 դրամ ներողություն։ Ու այսօր ցավոք սրտի թատրոն չեն գնում շատերը։ Բայց հիմա այդ բլոգեր կոչվածներից մեկը ինչ որ ֆան հանդիպում անի, անդամա վճարով 15000 դրամ, գոռալով, ճվալով իրանց երեխեքին վերցնեն վազեն գնան առաջի շարքերում կանգնեն։ Դուք լավ նշեցիք իրենց երեխեքին, որտեվ հիմնականում ծնողները նայում ես ծնողը։ Ասում երեխես ուզում է։ Երեխեն ուզում է, բայց հələ արի էլի ենք ասում, գնանք հետ։ Երեխեն խի է ուզե։ Երեխեն խի է ուզե, որտեվ դու թողել ես, որտեվ դու հարևանուհուդ հետ կոֆե ես այդ ընթացքում խմել, միշտ քո երեխեն հետևում էր այն թրաշով եղնիկին։ Բայց իրենք էլ են շատ հաճախ ծնողներից էլ է գալի, ծնողներն էլ են նայում։ Ծնողներն էլ են նայում, համաձայն եմ։ Խրախուսում։ Ես տեսել եմ, անուն չեմ ուզում տամ, եղել է դեպք եկել են, վայ, դու ես բան, տնով, տատիկից մինչև թորնիկ վազել են վրան, բայց որ ամոթ է։ Հետո ինձ տեսեն, բա վայ քեզ էլ ենք ճանաչում ու անունս չեն կարած ասել։ Գիտեք, մինչ սոցցանցերը չէր ակտիվանում, օրինակ ես մեր հասարակության մասով այլ կարծիքի էի։ Հենց սոցցանցերը ակտիվացան, հենց դարը դարձավ, տեղափոխվեց։ Ես տեսնելով կոմենտները, տեսնելով այդ ամեն ինչը, հասկացա, որ չէ, ես սխալ կարծիք էի, ու մենք կրթվելու մեծ պահանջ ունենք, մեր հասարակությունը կրթվելու մեծ տոտալ անգրագիտություն։ Ու այդ ամեն ինչը մի հատ նորից այդում է համացանցով։ Ու ամեն րոպե հենց հիմա մեկը նկարում է իր հերթական տգիտությունը, որը փոքրիկ տգետները մեծանան էլ ավելի անգր։ Դրա համար էլ հեշտ ալնում ժողովրդին թե կառավարել, թե իշխել։ Եվ այդ մարդիկ ասում են, հաղթել։ Ինչու ոչ, նաև քաղաքական այդպես բաներ կարող են ասել, որովհետև իրենք էլ են կարծիք ձևավորում։ Այդ պարագայում ընդունում են, որ կարծիք են ձևավորում, բայց վատ կոնտենտին երբ անդրադառնում ես, չեն ընդունում, որ իրենք կարծիք են ձևավորում։ Դե իրանց դնում են մի մեծ բանի տեղելի, չգիտեմ, դա որտեվ իրանց մեծ աուդիտորիայից է գալիս, որ մտնում կոմենտներում գրում են, վայ դու հրաշք ես, վայ դու տաղանդ ես, ես տեսել եմ անտաղանդ մարդու ու լուրջ գրել էին դու հրաշք ես, ինչ հրաշք ձայն ունես, դու վերջն ես։ Իրենք չեն հասկանում դրանով ոգևորում են ու ոչ թե օգնում են, որ ինքը հզորանա դառնա, այլ հակառակը խանգարում են ու տարածում են տգիտությունը, անճաշակությունը։ Ու այդ դառնում են, բլոգերներ են մարդիկ, ովքեր ինքնակնդադատ չեն, այդքան մասնագիտորեն ամեն ինչ չեն տիրապետում, որովհետև ավելի հեշտ է, չէ՞, երբ մարդ շատ բան չգիտի, իրեն թվում է, թե ինքը իմացավ այդ իր, ես իմ վրա գիտեք ինչքան շատ եմ աշխատում ու դեռ շատ ունեմ աշխատելու։ Ես շատ եմ սիրում խելացի մարդկանց հետ շատ ժամանակ անցկացնեմ, շփվեմ։ Ես ինքնակնդադատ եմ։ Դա շատ կարևոր է, կարծում եմ։ Շատ եմ սիրում ինքս ինձ քննադատել, իմ սխալների վրա աշխատել, ամեն օր աշխատում եմ, ասենց ասեմ։ Վատ սովորություններ կլինի, չգիտեմ, բնավորության վատ գիծ կլինի, որտեվ ես ուզում եմ, որ
բոլորի համար լինեմ լավը։ Մենակ ինձ համար չէ, որ քիթս բարձր է, տենց ասեմ, գցեմ հեսա մեկ այսա, մի 10,000 հոգի կլայքի, մի 500 հոգի գրի Արամ ջան դու վերջն ես։ Ու ուտեղ ես ինձ տենց ինքնահավան կզգամ, լավ կզգամ, քիթս բարձր կետամ, մի տեղ կտամ, քիթս կջարդեմ ու կլինեմ մեջ նահատակ։ Շնորհակալություն Արամ հետաքրքիր զրույցի համար։ Էլի եմ նշում, որ մենք չենք վատաբանում կամ չենք ուզում որպեսզի Եթե ձերը չլիներ, կներեք, եթե ձեր ոդքասթը չլիներ, ես կվատաբանեի ու ավելի վատ ձևով, պարզապես ամեն ինչը հարգելով, հաշվի առնելով, մի քիչ չափերի մեջ։ Եթե ասում ենք էլ, թող չընդդիմանան, թող չփորձեն ընդդիմանալ, թող վատը չտեսնեն սրա մեջ, հակառակը տեսնեն, որ նաև կա ինչու՞ չէ, առողջ քննադատություն, որ թե այստեղ կլինի, թե չգիտեմ, մի վիդեո ռիլով կլինի։ Բարձրաձայնում ենք խնդիրներ, խնդիրները։ Ես էլ եմ բան նկարում, կարող մեկի համար դա խնդիր լինի, ինձի գրի, եղել է։ Գրել եմ ես քո սրտին մեռնեմ։ Ինչի համար ինքն էլ է զարմացել, որ ինքը ինձ վատ բան է գրել, բայց ես ու գրել եմ ու ինքը հասկացել է, որ ես ընդունել եմ իր ասածը։ Հիմա բա եղբայր ջան, խի դու իմ ասածը չընդունես, որ սերունդ ունենք։ Շատ ճիշտ եք, հա։ Իմ ուշք ու միտքը էդ է։ Որովհետև եթե հիմա այս բակալենն, հա, այս սերունդը, որ կա վատ վիճակում է, տոտալ անգրագետ վիճակում է, իրանց չի հետաքրքրում աշխատել է, դրա համար մենակ հնդիկներն են աշխատում, իրան կարան մենակ բլոգինգով զբաղվեն իրանց պատկերացրած, ու էդի բերելու է մի հատ նորից իրանցից ցածր սերունդի անգրագիտությունը ապահովել։ Խի կարանք լավ անենք։ Ճիշտ եք, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, ստեսություն։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։